Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին, որը հայտնի է կանդազմական բամբ։ Տեղեկությունը հաստատել է նաև գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, սակայն նա ևս որևէ կերպ չի մանրամասնել, թե ինչ կասկածանքով է ձերբակալվել իր թիմակիցը։ Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով կաշառք խոստանալու համար այսօր ձերբակալվել է 4 անձ, որոնց թվում է նաեւ Արթուր Ավանեսյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կանալիք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։ Այդ խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից, ասված է հաղորդագրության մեջ։ Կոմիտեից հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։ Այսօր ավելի վաղ իրավապահները հայտնել էին ուժեղ Հայաստանին առնչվող եւս մեկ քրեական գործի մասին 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ուժեղ Հայաստան դաշինքի ապրիլի 11-ի հանրահավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար։ 4 անձանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, մյուս երկուսի նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ անչափահասի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կին Աննա Հակոբյանն այսօր առավոտյան հրատապ մամուլի ասուլիս էր հրավիրել։ Հակոբյանով ներկայումս Իմ Քայլը հիմնադրամի գործադիր տնօրենն է հայտնեց, որ իր փաստաբանական թիմին հանձնարարել է ուսումնասիրել Դանիել Իոնիսյանի եւ անկախ դիտոր դաշինքի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը։ Աննա Հակոբյանը նշեց, որ Իոնիսյանն ու նրան պատկանող դաշինքն արատավորել են Իմ Քայլը հիմնադրամի գործարար համբավը ու վնաս հասցրել հեղինակությանը։ Ըստ նրա, իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը սահմանադրական իրավունքի խախտում է։ Լրագրողներից մեկը նշեց, դուք ապրում եք Նիկոլ Փաշինյանի հետ, ասոցացվում եք ՔՊԻ-ի հետ եւ հարցրեց, եթե մարդիկ ձեզանից բարեգործություն ստանան, ինչ են մտածելու, դա ում համար է արվում, ուժեղ Հայաստանի, թե ում։ Դուք դրանով խախտում եք իմ սահմանադրական իրավունքը, չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշում ընտրելու ձևը հանրային քննարկման դարձնել, անկախ նրանից ով է այդ մարդը։ Գնացեք ժողովրդին հարցրեք, ասոցացվում եմ, թե ոչ, պատասխանեց Փաշինյանի կողակիցը։ Ինչ վերաբերում է կրթվել է նորաձև շարժմանը, որին աջակցում է Իմ Քայլը հիմնադրամը, Աննա Հակոբյանի պնդմամբ այն երբեք չի ֆինանսավորվել կառավարության կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը պարզապես մասնակցել է այդ հավաքներին որպես բանախոս եւ միայն տվյալ հավաքներն են ֆինանսավորվել կառավարության կողմից։ Ականատես դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել Բաղդասարյանի Մաքսատան ղեկավարության կողմից իրականացվող ոչ ֆորմալ հանդիպումների եւ քաղաքական ուղղորդումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են վարչական ռեսուրսի չարաշահման, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցություն ունի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու հատկանիշներ։ Ըստ առաքելությանը փոխանցված հաղորդման վերջին օրերին Բաղդասարյանի Մաքսատան տնօրենը հանդիպումների շարք է նախաձեռնել Տավուշի եւ Լոռու մարզերի սահմանակից բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաեւ գործարարների հետ։ Ահազանգի համաձայն այդ հանդիպումները անցկացվում են ինչպես ծառայողական տարածքում, այնպես էլ մասնավոր օբյեկտներում ուղեկցվող հյուրասիրություններով։ Առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս հանդիպումների բովանդակությունը։ Ըստ ստացված տեղեկությունների, մասնակիցներին տրվում են խոստումներ, առ այն, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ վարչապետի վերընտրվելուն ապահովելու պարագայում նրանց նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ բարենպաստ վերաբերմունք, ասվում է հաղորդագրության մեջ։ Ականատես դիտորդական առաքելությունը ներկայացրել է հաղորդում իրավասու մարմիններին, պահանջելով նախաձեռնել քրեական վարույթ եւ պարզել դեպքի հանգամանքներն ու պատշաճ գնահատական տալ ենթադրյալ հանցավոր արարքը կատարած անձի գործողություններին։ Դաշինքից հիշեցրել են, որ ընտրական գործընթացների ժամանակ պետական պաշտոնյաների կողմից հովանավորչության խոստումները կամ ծառայողական կախվածության օգտագործումը քաղաքական նպատակներով կարող են հանգեցնել ինչպես կարգապահական, այնպես էլ քրեական պատասխանատվության։ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալի կարգավիճակում գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ Դավիթ Մինասյանը դեռևս ինտենսիվ բուժման մեջ է եւ առողջական վիճակը թույլ չի տալիս ներկա գտնվել դատական նիստերին։ Նրա փոխանցմամբ նոր նիստի օրը դեռ նշանակված չէ, երբ կնշանակվի նիստը դեռ չգիտենք, սակայն եթե առաջիկայում լինի, ստիպված կլինենք արդեն հարմարվել, քանի որ մենք եւս նպատակ չունենք ձգձգելու։
ասել է փաստաբանը, հավելելով, որ ներկայումս փաստաբանները եւս գերծանրաբեռնված են։ Հիշեցնենք, որ միջադեպի գործը մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին, իսկ նիստը պետք է տեղի ունենար ապրիլի 28-ին ժամը 15:00-ին։ Այն, ինչպես արդեն նշեցինք, հետաձգվել է։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի գրասենյակը Կովկասի մուսուլմանների վարչությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածին եւ Սուրբակոպ եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայտարարությանը։ Ադրբեջանական կողմն իր գործողություններն արդարացրել նրանով, թե իբր այդ կառույցների քանդումը կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում չէ։ Մայրաթորի հայտարարությունն էլ որակել են որպես հարցը քաղաքականացնելու փորձ։ Վարչությունից պնդել են, թե այդ կառույցների ապամոնտաժումն իրականացվել է ադրբեջանցիների դիմումի հիման վրա։ Նիկոլ Փաշինյան ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հանդես է եկել ելույթով։ Նա ընդգծել է, որ այսօր ազատականների ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացում է մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են եւ այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից։ Հաջորդ կարևոր նորությունը, որ մենք ունենք արդեն 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Եվ սա նույնպես շատ կարևոր եւ բացառիկ իրավիճակ է եւ պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները, ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած, ասել է նա, ապա հավելել. Մեր ցանկությունն ու նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով առաջիկայում իհարկե մենք կշարունակենք եւ ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատումը։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ Վրաստանի հետ եւս սահմանազատման հարց կա եւ վրաց գործընկերերի հետ ունեն պայմանավորվածություններ։ Ապրիլի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 20-ից Սիսուլի սահմաններում Եղվար-Ծորաբան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 83-ամյա Կոլյա Անիր վարած գազել մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին եւ գլխի վայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, եւս քաղաքացիների հայտնածի օպերատիվ գործել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միջև հիվանդանոց տեղափոխել է վիրավորին տեղում առաջին օգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։